Դե պահանջը, հա, ինչու եք այսօր այստեղ, ինչ եք պահանջում, մեկ շաբաթ է չեք աշխատում եւ դեռ հայտնի չի երբ կվերադառնաք աշխատանքի։ Իմ պահանջը դա է, որ աշխատենք մենք, ասես տունը նստելով բանդուս չի գա։ Մենք վերցրել ենք վարկեր, պարկեր, պետք է փակենք, ոնց կարող ենք դա փակել։ Բացի վարկերը, տան համար մանա հաց առնենք, գումար չկա, որ արդեն յոլա գնանք։ Ստիպված ենք եկել, որ խնդրում եմ ես, որ բոլոր ղեկավարությանը այս հարցին լուծում տան։ Ու եւ ես ցանկանում եմ Տիկին Ռոզային առողջություն, լիք առողջություն, պարոն Ծառուկյանն է շուտ բրծնի գա։ Ես այսքան բան եմ ուզում, որ մենք աշխատենք, գանք բոլորս միանանք, իրար հետ աշխատենք, տեսնենք ինչ է լինելու վերջը։ Այսպես տանը նստելով ոչ մի բան չի լինի, ոչ մի բան։ Կարևորը որ գանք աշխատենք, վաղվանից ես խնդրում եմ օրենքի մարդկանց, պետականության վաղվանից գանք մենք աշխատենք, բոլորս միասին, իմ խնդրանքը դա է, այսքան բան, ես շատ եմ խնդրում բոլորից հետ, ղեկավարներ ջան, բոլոր ղեկավարների, որ իմ ձի լսեն, գան բացեն վաղվանից գանք աշխատեն եւ մեր խորին շնորհակալությունը կհայտնենք մեր ղեկավարությանը բոլորի կողմից, լսեք մենակ, էլի հետոյի վրա մի քցեք, խնդրում եմ այսօր այդ դռները որ փակել են, փակել են, քննչական բաժնից էլ թողա ներկայանան ստե, որ կարողանանք իրանց էլ բացատրենք ինչն է վիճակը մեր։ Բախի մարդ չկա քննչական վիճակից, որ փակել են գնացել են, թող իրանք էլ գան մասնակցեն, մենք էլ ասենք ամեն ինչ ինչ որ պետք է։ Որ չաշխատեք, ինչպես եք ապրելու, այլ տեղից եկամուտ ունեք։ Ոչ մի տեղից եկամուտ չունենք, ոչ մի տեղից եկամուտ չունենք, ոչ մի բան չունենք։ Ես աշխատել եմ պարոն Ծառուկյանի մոտ եմ աշխատել, բացի դա պարոն Ծառուկյանը ամեն տեղ էլ իր լավությունն անում է, մարդկանց նայում է։ Անես մարդ չկա, որ Ծառուկյանին շուտ ազատվի, գա մեզի հասնի, եւ Տիկին Ռոզային, եւ իր բոլոր ընտանիքներին համբերություն։ Ես էլ եմ ձեր պես այսպես տանը նստած, սպասում եմ այդ օրվան այդ լավ լուրերին։ Ամեն առավոտ ելնում եմ, օրհնում եմ իրիգունը, օրհնում եմ ցերեկը, օրհնում եմ մեր գործերին հաջողություն լինի բոլորիդ էլ հետը։ Խնդրում եմ օրինական մարմիններից հիմա ներկայանան, թող տեսնեն մեր վիճակը։